Բարև ձեզ, հերթական ձայնագրությունը լողափից նորից, այդպես է ստացվում, ամենահարմար ժամն այն, ամենաազատ պահն է, դրա համար ձայնագրությունները կատարում են վերջի ձայնագրությունները լողափից, մշտական բնույթ չի կրի, որովհետև ամեն բան ունի իր սկիզբը և ավարտը, հաշված օրերի ընթացքում արդեն եղանակը կփոխվի, լողափը կփակվի ինձ համար, այնպես որ եթե ինչ-որ մտքեր ունեմ կիսվելու, խոսելու ինչ-որ բանի մասին, ձայնագրությունները կլինեն աշխատասենյակից։ Առավոտյան սուրճ էի ըմպում, պատրաստում էի լողափ գալու, միացրեցի ուրեմն YouTube-ը, տեսնեմ նորից խորհրդարանական ելույթներ են տեղի ունենում, շատ կտրուկ սուր ելույթներ, հերթական անգամ ինձ շատ դուրս եկավ, կասեի ցնցեց Էդգար Ղազարյանի ելույթը, շատ պատրաստված ուրեմն դիվանագետ, քաղաքական գործիչ, այդպիսի կադր, եթե կարելի այդպես մենք խորհրդարանում երբեք չենք ունեցել, հիշում եք Քոչարյանի ժամանակ խորհրդարանը ով ա եղել, Սերժի ժամանակ ինչքան գողոավազակ խուժան կար, Բերեսաղին լսրել էին խորհրդարան, նախորդը նորից էլի հակասական կերպարներ էին, ու ԿՊ-ն արդեն իր դեմքը կորցրեց, այն հեղափոխական երիտասարդներ արդեն դարձան նույնպես կոռումպացված, թալանի ուղին բռնած, բնակարաններ գնող, բիզնեսների մեջ փայ մտնողներ եւ այլ, այնպես որ Էդվարդ Ղազարյանը լրիվ անխոցելի քաղաքական գործիչ է, խորհրդարանական ու շատ կտրուկ սուր ելույթներ ա ունենում, իսկ հիմա նա այս գումարման ժամանակ կլինի որպես մի, ոնց են ասում, ոսկոր ԿՊ-ի կոկորդում։ Դրա համար ամեն ձևի ուզում էին նրան մեկուսացնել, ստորացնել, ժողովրդի աչքից գցել, հիմա էլ հայ զինվորների, սակրավորների հետ կապված բան ասել տարիներ առաջ, դրանից մի հատված կտրել են, տարածում են ու տկարամիտներ էլ շատ կան, օրինակ դրանցից մեկն էլ 3 առաջ օրը իմ Facebook-յան էջն էր մտել իր կեղտոտ ուրեմն մտքերով, բերանով, կոշիկներով ու մի հայհոյախառը բան էր դրել, մեկնաբանություն էր գրել երևի կարծեմ լատինատար, այնքան տխմար են, հայերեն գրել էլ չգիտեն, Էդվարդ Ղազարյանի նկարի տակ, ինձ էլ կապելով Էդվարդ Ղազարյանի հետ, որ իմ նման, մեր նման, այտենց ամենայն դեպս, այնքան ոչխար կա մեր հայ ազգի մեջ, այնքան ժեղ, էլ ինչ բառը ով հորինեց այդ ժեղ բառը, այնքան ճիշտ հորինել են, այնքան ժեղ կա, որ այնքան պրիմիտիվ են, որ անկախ դրանից էլի ով ա մի բան ասում, չէ, հալած յուղի տեղ կարան ընդունեն։ Հիմա մեկը ասենք ԿՊ-ի մասին մի վատ բան ասի կամ ինչ-որ մի սադրանք, մի կեղծիք, չէ, մեր ժողովրդի մեջ այդ անգրագիտությունը, տկարամտությունը այնքան շատ է, որ առանց մի հատ վերլուծելու, առանց մի հատ հասկանալու, առանց մի հատ ըմբռնելու դա ճիշտ է, սուտ է, հալած յուղի տեղ կընդունեն։ Նույնն էլ հիմա այդ Էդգար Ղազարյանի արտահայտությունը զինվորների հետ կապված, երեք այդ ոչխարը տարեցել մարդա սպիտակ մազերով, ամաչում եմ իր փոխարեն, իր ընտանիքի, իր երեխաների փոխարեն, որ այդպես հայոյախառը բաներ գրե, հիմա ստեղ կդնեմ իր մի հատ նկարը անունով, հələ մի հատ նայեք էլի, կարող է ձեր հարևանն է, կարող է ձեր հայրն է, կարող է ձեր ծանոթն է, մի հատ ամոթանք տվեք։ Կարապետ Դավթյան ծնունդով ախալ քալակից ապրում է Վաղարշապատում։ Լսում էի ու խոսում էին հիմնականում այսօր էլի քննարկում է Եվրոմիություն, եվրոինտեգրացում, Եվրոպա եւ այլ, բայց ես ուրիշ բանի մասին մտածեցի, իհարկե այս թեմայի մասին ես ուզում էի խոսել, երբ որ կավարտեի իմ երևանյան ուրեմն ձայնագրությունների, մտահոգությունների ամբողջ ցիկլը, ուզում էի դրանով եզրափակեի, բայց քանի որ այսօր արդեն խորհրդարանում խոսում են դրա մասին, ես որոշեցի հիմա խոսել։ Ակտոստերը սրեմ, արևը շատ ուժեղ է։ Ժորժ ջան, դուք գտնում եք, ինչ եք կարծում, մեր տեղը Եվրոպայում է, մենք եվրոպական հասարակություն ենք, մենք եվրոպական երկիր ենք, մենք եվրոպական ազգ ենք, անձամբ ես ճիշտը որ ասեմ, միշտ ես ամեն հարցի փորձում եմ կողքից նայել վերևից, հեռվից, ասենք մի ամիս եղել եմ Երևանում, շատ մանրակրկիտ սենց ուսումնասիրել եմ, նայել եմ, զննել եմ, ինչ-որ վերլուծություններ է ինքս ինձ համար փորձում անել, ձեզ հետ եմ երբեմն կիսվել իմ վերլուծությունների հետ, նայում եմ մեր ժողովրդին, նայում եմ մեր հասարակությանը,
նայում եմ մեր հասարակությանը եվրոպացու աչքերով, ես եղել եմ եվրոպական շատ երկրներում, աշխատել եմ, ապրել եմ, ճանապարհորդել եմ, եվրոպացու աչքերով եմ նայում Հայաստանին, ես չեմ գտնում, որ մենք եվրոպացի ենք, որ մեր տեղը Եվրոպայում է, մեր տեղը հենց այնտեղ որտեղ որ մենք կանք, Հայաստանում, ես տենց եմ գտնում, լավ կլինի, որ մենք ապրենք եվրոպական արժեքներով, համաշխարհային, համամարկային արժեքներով, որոնք են քաղաքավարի լինելը, հերթ կանգնելու ճիզևը, բարի լինելը, խելացի լինելը, կրթվելը, ավելի անընդհատ սովորել, անընդհատ չասեմ, սովորել, ուզում եմ ասել անընդհատ կրկնել, բայց դա պետք է լինի, հələ սկզբից սովորել շնորհակալություն, ներողություն, խնդրեմ, բարերը արտասանելը, հետո նոր դրանից հետո անընդհատ այն կրկնելը, սովորել, ինչ ասեմ, հասարակական վայրում չծխել, չթքել, ափ չթափել, մաքուր լինել, մեքենա վարել, այսպես բաներ պետք է մենք դեռ սովորենք, ես չգիտեմ, պահպանել օրենքը, հարգել օրենքը, եթե ապրում եք այսպեսի շենքում, ինքը ունի իր օրենքները, ունի շենքը ներքին իր օրենքներ, ունի քաղաքապետարանի, քաղաքի, երկրի համամարկային օրենքներ, ուրեմն պատշգամբը մի 5 մետր առաջ չբերել, շենքի տանիքում վերևի վերջի հարկի ապրողը չգնա իր վերևի տանիքի վրա թազա ինչ-որ հարկ կառուցի, այսպես բաներ մենք պետք է նախ առաջինը սովորենք, հետո նոր մտածենք մեր տեղը Եվրոպայում է, թե մեր տեղը Ասիայում է, թե մեր տեղը հենց հարավային Կովկասում է։ Ես որ նայում եմ օրինակ օդանավակայանում էլ որ նայում էի մեր հայրենակիցներին, որոնք մեկնում էին տարբեր ուղղություններով դեպի Եվրոպա, Միացյալ Նահանգներ, դեպի ուրեմն Ռուսաստան։ Գիտակցում ես, որ մենք ունենք շատ մեծ համայնք Ռուսաստանում։ Երևի Ռուսաստանի համայնքը ավելի մեծ է, քան թե Հայաստանում բնակվող հայությունը եւ Ռուսաստանում բնակվող այդ մեր հայ հայրենակիցները իրանց կուլտուրայով, ապրելակերպով, ապրելաոճով, մտածելակերպով շատ մեծ ազդեցություն են ունենում Հայաստանի հայության վրա, Հայաստանի վրա։ Ու ասենց որ նայում եմ կողքից դիտում եմ, չգիտեմ ո՞ն ինչ ասեմ, որ էլի վիրավորական չի, Ժորժ ջան, մենք Եվրոպային պետք չենք։ Մենք եվրոպացի չենք, այսօրվա հայաստանցիները, Հայաստանի հասարակությունը, հայերը, Հայաստանում բնակվող, մենք ասիացի ենք, մեզ ջութակը ու մոցարտը հոգեհարազատ չեն, մեզ հոգեհարազատ է կլարնետն ու թաթուլն ու սպիտակցի հայկոն, մեզ չգիտեմ պատարակաղով ուտելը եւ դանակով գեղեցիկ սեղանի շուրջը նստել եւ ուտել ասենք գորտի ոդքեր կամ ինչ-որ մի ուրիշ եվրոպական ճաշատեսակ, դա մեզ այդքան հոգեհարազատ չէ։ Դուք ինքներդ տեսնում եք, որ մեզ հոգեհարազատ է քյաբաբը, շավուրմեն, բրինձը, երբեմն ձեռքով կարելի է այդ ուտել, հասկանում եք, սենց արժեքներ կա, էլի։ Ու եթե ես նայում եմ նորից եմ ասում եվրոպացու աչքերով, եվրոպացին մեզ նայում է որպես մի հետամնաց ասիական երկիր էլի, մի քիչ աղմկոտ, վայրենի, սենց են նայում։ Դες խիա թվում, որ եվրոպացու ուշքը մեզ համար գնում է, խոսում են վիզաների ազատականացման մասին։ Այդ վիզաների ազատականացումը, որ իրականանա, որ հանկարծ այդպես հայերը հեշտ կարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի, դուք պատկերացնում եք Հայաստանը կդատարկվի։ Որտեվ մենք հայերս, հայաստանցիներս, մենք շատ քայլերի ենք դիմում առանց հաշվարկի, օրինակ երբեք հազվագյուտ հայեր կլինեն, որ կնստեն քաշվարկեն, լավ, ես իմ ընտանիքին վերցնեմ, հիմա ճանապարհը բացա գնամ Եվրոպա, տեղափոխվեմ այնտեղ անօրինական ապրելու, ես ինչ շանսեր ունեմ օրինականանալու, ես ինչ կարող եմ աշխատել, ես ինչ կարող եմ, ոնց կարող եմ իմ ընտանիքին պահել, ասում ես, հայերը առանց հաշվարկի, շատ ներողություն արտահայտությանս համար, անվոռու գլուխ Սենց քաղաք են կլստեն, տունը կծախեն, այդ փողը գումարը կվերցնեն, գնան Եվրոպա, մի տարի հետո այդ փողը կվերջանա, հետո կդառնան ինչ-որ բանի սենց անտուր բոմժի կարգավիճակով, բան խնդրելով, նպաս խնդրելով, քաղաքական ապաստան խնդրելով, դուք հասկանում եք, ես չեմ ասում համատարած նույնն է, բայց ճնշող մեծամասնությունը մեր հասարակության նման մտածելակերպ ունի, նման ապրելաոճով ապրում, նման ձևով է տեսնում Եվրոպան։ Մենք ունենք, այո, մեր հասարակության մեջ անկասկած կան
շատ խելացի, կրթված, քաղաքավարի, ինչ ասեմ, բարոյական արժեքներ ունեցող մարդիկ երևի մի 20% մաքսիմում այդ օդանավակայանում էլ որ նայում ես այդ դեմքերին, կանգնում ես նայում ես թե մեր հայերը այդ ելքա կոչում, գեյթ են ասում, այդ գեյթի մոտ ոնց են իրար գլուխ հավաքվում ուրեմն դեպի ինքնաթիռ մտնելու համար, ինչպես է այդ կլոր հերթը ձևավորվում, ուղիղ գծով նույնը խանութներում, նույն ամեն ուրեք էլի, ինչպես են խանութում կարող է քո կողքով մարդը անցնի առանց քեզ ասելու ներեցեք կամ քեզանից խնդրելով որ ճանապարհ տա քեզ sense հետույքիցդ բրթելով կամ քսվելով անցնեն, հասկանում ես, այնքան բան կա, որ ես նայում եմ մեր տեղը Եվրոպայում չի։ Երևի մի 10-20%-ը որ պատրաստ է այսօր մեր հասարակությունում լինելու Եվրոպայի մաս, բայց ճշող մեծամասնությունը ժողովուրդ ջան, մենք ասիական երկիր ենք, մենք չգիտեմ ռուսական կայսրությունը որ կա, Ռուսաստանը, ռուսը որ կա, դա երևի այն լավագույն, երեք ես իմ ընկերոջ հետ էլ եմ խոսում դրա մասին, այն լավագույն տարբերակն է, այն լավագույն կայսրությունն է, մեծ պետությունն է, որ դրա կողքը, դրա հետ կամ դրա հետ շփվելով, դրա մաս կազմելով մենք կարող ենք ապրել եւ գոյատևել։ Ես չեմ ասում մենք դառնանք ռուսական գաղութ եւ այլ, բայց եթե վերցնում ենք այն տարբերակը, որ ամեն երկիր, փոքր ասում պետք է ինչ-որ մի մեծ երկրի, մի մեծ պետության հետ ընկերություն անի, ախպերություն անի, դրա թևի տակ լինի, դրա պաշտպանության տակ լինի, երևի ամենահարմար տարբերակը, հիմա շատերը իսկ ասեն ռուսամետ եմ եւ այլ, ամենահարմար տարբերակը Ռուսաստանն է, որտեվ այդ երկիրն է, այդ ժողովուրդն է, որ մեզ էլի քչի շատից ընդունում է, վիրավորելով, ստորացնելով, ինչ որ տարբեր տեսակի վիրավորական արտահայտություններով, դա էլ մեզանից է գալիս, մեր մեղքից է գալիս, մեր պահվածքից է գալիս, մեր ինքներս մեզ չհարգելուց է գալիս, մեր դիրքը վատ դնելուց է գալիս, հասկանում եք, մեր արժեքը չիմանալուց է, չափից ավելի հետույքը բաց լինելն է ռուսի նկատմամբ 200 վերջի տարվա ընթացքում, ծառայելը, նվիրված լինելը, տեղը չպահանջելը, տեղը չվերցնելը, հազար մի բան կարելի է թվարկել, էլի դրա մասին շատ եմ խոսացել, նայեք Ադրբեջանին նայեք, ձեզ նայեք, մեզ նայեք, մենք ինչ ենք տվել այդ երկրին, այդ պետությանից գիտնականներ, արվեստագետներ, ամեն բնակավարում, Ադրբեջանը մի հատ Բյուլբուլ օղլի, մի հատ ես Մուսլիմ Ագամաև, մի հատ էլ հիմիկվա այսօր օլիգարխներից, բայց ինքը ավելի լավ դիրքերում է կանգնած Ռուսաստանի հետ հարաբերություններում, քան մենք, որովհետև հաշվարկը ճիշտ չի եղել, միշտ հաշվարկը սխալ է եղել։ Այն որ տվել ենք այդ նույն գեներալներն ու մարշալը, տեղը չենք պահանջել, սենց ոտներս չենք խփել, ձեռներս խփել եւ պահանջել, համենայն դեպս դա ուրիշ թեմա է, արժեքի ճիշտ գնահատման հետ է կապված, բայց ես որ նայում եմ, սենց երևի մեր լավագույն տեղը որ կանք այդ ԵԱՏՄ-ն իսկապես ասենք եւ առևտրի իմաստով եւ որպես ինչ որ ուրիշ մեծ երկրների շփվելու հասկանում եք ֆրանսիացին եթե մեզ ինչ որ միտեղ լավ է վերաբերում դուք չկարծեք թե մեր այդ գեղեցիկ աշկերի համար է այդ մենք ունեցել ենք լավագույն ներկայացուցիչներ ֆրանսիական համայնքում Շարլ Ազնավուր, Միշել Լեգրան, Անրի Վերնոն, որ ինչու՞ չէ Սիմոն Աբգարյան եւ տարբեր որ այդ մարդիկ են ինչ որ հարգանքի հիմք են ստեղծել, որ ֆրանսիացի ժողովուրդը, ֆրանսիացի կառավարությունը, Միսակ Մանուշյան մեզ հարգում են, մեզ ընդունում են եւ այլն, բայց դա հայաստանցին չի հասկանում եք, դա այն ֆրանսիացին է, այն հայն է, որ Ֆրանսիայում ապրում արդեն ավելի քան 100 տարի, 150 տարի, ես չգիտեմ էլի, այդ մարդիկ են, դրանք տարիների ընթացքում իրենց կյանքով, իրենց ապրելու ձևով, իրենք ապացուցել են, որ իրանք կարող են լինել Ֆրանսիայի հասարակության մի մաս, Եվրոպայի մի մաս եւ հարգանք վայելել։ Բայց այս թազա գնացող հայաստանցիներին ֆրանսիացիները հավատացեք ինձ վերաբերվում են, նայում են, ոնց որ ասենք այն նույն Ալժիրից, Մարոկոից եկել լցվել են Ֆրանսիայում, սենց մեկը խարդախությամբ ապրում, մեկը գողությամբ ապրում, մեկը եկել է ուղղակի ինձ ծառայում է սպիտակ ռասային, այդպես ասենք, կոպիտ ասած, նույնն էլ ասենք հասկանում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, այնքան ստեղ ազգություններ կա,
որ վերցնեք այն մեծահարուստ ամերիկացիները, որ նորից եմ ասում, այս երկրի էլիտան է կազմում, իրանք իհարկե այո, հայեր կան, որ ասենք, որոնք ապրում են այստեղ 100-200 տարի, այդ հայերի հետ արդեն այդ բանը, այդ սահմանը, այդ գիծը արդեն սենց այնքան է սենց ոնց ասեմ, միաձուլվել, որ արդեն իրանք չեն էլ այդ մարդկանց ընդունում, որ որպես հայ, արդեն իրանք բոլորը դարել են ամերիկացիներ, հասկանում եք, երևի ազգանունից լսելով կամ անունից կամ ինչ-որ բանից կարող է մտածեն, որ այս մարդու պապերը ուրիշ երկրից են եկել եւ այլ, կարող է հարցնեն, որտեղից են քո նախնիները եկել, Հայաստանից են եկել, Արևմտյան Թուրքիայից, հայ արմատներ ունենք, բայց դրանք արդեն միաձուլվել են, արդեն դրանց ընդունում են որպես հավասարին։ Բայց այն հայերը, որ եկել են, ասենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ, ես չգիտեմ, 20 տարի առաջ, հասկանում եք, դեռ վարժ անգլերեն չեն խոսում, մաշկի գույն ուրիշ է, մազերի գույն ուրիշ է, հիմա որ ասեմ, այդպիսի բաներ կարելի է ասել, Ամերիկայի մեկ ասի դա խտրականություն է, ռասայական բան, որ ասես չկա, կա, այտենց քեզ չեն ասի, քեզ չեն բան անեցի, հիմնականում սևամորտերն են սիրում դա շեշտել, որ իրաց նկատմամբ ռասական խտրականություն կա, բայց հավատացեք ինձ, Ամերիկայում ես այդպիսի բան անձամբ ես երբեք չեմ զգացել, չեմ նկատել, ես ինձ այստեղ շատ հարմար եմ զգում, ոնց որ իմ տանը, սա իմ տունն է իհարկե, այստեղ ապրում եմ ավելի երկար տարիներ, քան տես ապրել եմ Հայաստանում։ Ես բոլորի հետ հավասարին, բայց հենց մեր հայերի մեջ, մանավանդ նորից եմ ասում, Հայաստանից եկած վերջի 10, 15, 20, 25 տարում, արդեն իրանք մեր հայերը, մենք, այդպես ասեմ, մենք զգում ենք, որպես երկրորդ, երրորդ սորտի մարդիկ, էլի, սենց ինչ-որ ռուսերեն բառ կա, սկովնի, միցակ սենց լարվածություն կա, սենց վախեցած, խեղճացած, էլի, ես նույնիսկ ծանոթներ ընկերներ ունեմ, որ միշտ ոգեկոչում են, որ դու հավասար ես տեղ, այսին երկիրն է, բոլորը հավասար են, դու քեզ այդպես մի զգա, դու քեզ զգա, որպես այնպիսին հասարակության մի անդամ, ինչպիսին բոլորն են, եթե դու օրենքը հարգում ես, օրենքը չես խախտում, դու այնպիսի իրավունքներ ունես, ինչպես բոլորը, անկախ դրանից նույնիսկ եթե քաղաքացի էլ չես։ Միայն այն բանը չունես, որ ընտրելու իրավունք չունես, որտեղ քաղաքացի չես, եթե այդպիսին կա, բայց ընդհանրապես դու այնպիսին իրավունքներ ունես, ինչպես այս հասարակության բոլոր մարդիկ, բայց անկախ ամեն ինչից էլի ամերիկյան էլիտան, ամերիկյան են, որ ապրում են արդեն ստե երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդը, այս նորեկացներին միշտ նայում են հենց բան աշկով, էլի, այսինքն երևի հիմա այդ հայերին, մեր հայերին նայում են երևի հենց ոնց որ ասենք վրացիներին, ուզբեկներին, ես չգիտեմ, ուրիշ աֆրիկյան երկրներից եկածներին, պարզապես տարբեր մաշկի գույներով, տարբեր, հասկանում եք, լիակատար ընդունում են միայն այն մարդում, ամեն հասարակություն համարում է իրանց մի մասը, այն որ 100%-ով արդեն երկրորդ սերունդով, երրորդ սերունդով ներգաղթած այդ մարդը այդ հասարակության մեջ, հասկանում եք, այդ ճիշտ ասեցի երևի, նույնը Եվրոպայում, նույնը Միացյալ Նահանգներում, ընդունում են միայն այն օտարներին, ճակերտավոր, որոնք արդեն երկրորդ, երրորդ սերունդն են ապրում այդ հասարակությունում եւ 100% լեզվի տիրապետումով, նույնիսկ լեզվի ակցենտով, բարբառով, ամեն ինչով, բարքով, վարքով, մտածելակերպով 100% դարձել են այդ հասարակության անդամներ։ Իսկ այսօրվա Հայաստանի ապրող քաղաքացիները, Հայաստանի հասարակությունը, իմ հայրենակիցները, ձեր, մեր հայրենակիցները երկրորդ, երրորդ սերունդի եվրոպացի կամ ամերիկացի չեն։ Ու դրանց այդպես միանգամից վերցնել, մտածել, որ կդառնա Եվրոպայի մաս, դա բացառված է։ Միշտ նայելու են Հայաստանին, այնպես ինչպես սենց մի հետամնաց բան երկիր, էլի, հա, բան ասենք, Շարլ Ազնավուրի բանից են, էլի, հետնորդներն են, հասկանում եք, այդ որ հենց որ գալիս են, սրտիկներ են անում ձեր տկարամիտի հետ, ինչ-որ գումար են խոստանում, այդ իսակ ձևական բաներ են, բոլորովին հետաքրքրություն չկա։ Այդտեղ մի նպատակ ունեն իրանք, Հայաստանին օգտագործում են, ինչպես փորձում են Վրաստանին, ինչպես նաև երբեմն կասե Ուկրաինային, Ռուսաստանի դեմ, Ռուսաստանին թույլատնելու համար, Ռուսաստանին տարածաշրջանից հանելու նպատակ ունեն, որովհետև բայց Ռուսաստանին որ հանեն, որտե տարածաշրջանը հո ձեզ անտեր չեն թողելու, սիրելի հայաստանցիներ, մեր երկիրը հո անտեր չեն թողելու, պետքա մի հատ ուրիշ տեր բերեն, կապեն մեր գլխին, դա էլ պետքա լինի կամ Ադրբեջանը կամ Թուրքիան։ Էդ է բանը։ Թե չէ երկակի ստանդարտներ կա, օգտագործում են նորից եմ ասում հայերին ռուսների դեմ, բայց իրանք էլ ցույց են տալի թե ռուսների դեմ ինչ-որ պատերազմի կոնֆլիկտի մեջ են, հավատացեք 5 տարի է Ուկրաինայի միջոցով կռվում են Ռուսաստանի դեմ, բայց 5 տարի ամբողջ Եվրոպան առևտուր է անում Ռուսաստանի հետ։
ամբողջ Եվրոպան։ Հասարակ մի հատ օրինակ բերեմ։ Ռուսական բոլոր ինքնաթիռները իրանց սեփականությունը չեն։ Boeing-ն ու Airbus-ները պատկանում են տարբեր տեսակի ավիաընկերություններին։ Վարձակալված են վերցրել։ Ու պատժամիջոցների ընթացքում 5 տարվա ընթացքում նրանք դադարել են, մթոմ թե դադարել են ռուսական ավիաընկերություններին մատակարարել պահեստամասեր։ Այսինքն իսկ այդ ինքնաթիռը անընդհատ ամեն ամիս, ամեն տարվա մեջ ես գլխից են գլուխը վերանորոգման, maintenance-ա կոչվում, զնման, պահեստամասերը փոխելու կարիք ունեն։ Եթե այդ տրամաբանության մեջ շարժվենք, երևի Ռուսաստանում այսօր գործող բոլոր ինքնաթիռները հեռը տնից լեզուց թող պապանցվի, շաբաթը մեկը պետք է անգներ, որտեղ ինքը շատ վատ վիճակի մեջ է ռուսական ինքնաթիռների պարկը, իրանք վերցնում են մի հատ հին ինքնաթիռ, 5 մի հատ Boeing, պահեստամասերը հանում են, նոր հայերեն ասում են ռասկուլաչիտ են անում, ոստիկանական ուղղաթիռ թռնում լողափով, հա, ռասկուլաչիտ են անում, այդ մասերը դնում են մյուս ինքնաթիռների վրա օգտագործում են ու այդպես 5 տարի արդեն աշխատում է, հասկանում եք, բայց փաստը այն է իրական, Հայաստանի միջոցով, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղստանի, տարբեր տեսակի ուրեմն այս այդ երրորդ սորտի ուրեմն երկրների միջոցով գնում են Boeing-ի եւ Airbus-ի պահեստամասեր եւ դրա միջոցով տեղափոխում են Ռուսաստան։ Ու սենց 5 տարի ժողովուրդ Boeing-ի արտադրող գործարանը, ինչպես նաեւ Airbus-ի, իրանք հիմար չեն եղել, իրանք շատ լավ իմացել են, որ մեծականակ պահեստամասեր Հայաստանի, Թուրքիայի, տարբեր երկրորդ, երրորդ սորտի երկրների միջոցով գնում է Ռուսաստան։ Վերջ։ Դե որ պատժամիջոց էին անում, Ռուսաստանում ուզում էին պատժեն, թող դադարեցնեին այդ պահեստամասերը, Ռուսաստան ամբողջ ավիապարկը կանգներ, ռուսական ժողովուրդը չկարողանար ոչ միտեղ ինքնաթիռից թռնել, հել վեր կանային, բունտ անեն, Պուտինին գցեին, Ռուսաստանը քայքայեր, եթե իրանք այդ ցանկություն ունեին։ Այսինքն կեղծ է, սա կեղծ բան էր։ Հələ չասեմ էլ նայեք մի հատ ուրիշ օրինակ էլ կար։ Ուրեմն մեր բալթյան երկրներից կարծեմ Լատվիայի այդ եվրոպական Եվրոխորհրդի անդամներից մեկի պարզվեց էլի մի քանի ամիս առաջ ամուսինը տիրապետում է վիսկի գործարանի, ինքն էլ այդ կինն էլ ունես մի հատ Եվրոխորհրդարանում ամբողջ օրը դրել է ռուսներին դրել է քլնգում է բան պետք է սենց ամուսինը ունի վիսկի արտադրության գործարան, որի հիմնական սպառումը տեղի է ունենում Ռուսաստանում։ Ինքիս ճանապարհներով վիսկին գալի ասում է Ռուսաստան, այնտեղ դե ռուսներն էլ գիտեք, խմելու բան էլի։ Անեց որ այդ սախ կեղծ է, սուտի, տեսնում եք նույնիսկ մեր այս տխմար մեր տկարամիտ նախագահը Տրամպը ինչ բաներ է տալի, ռևերանսներ է տալի Պուտինի հետ ռուսների հետ, անեց որ այս աշխարհը այն մի հատ երկար, որ երեխա սուտ է, ամեն բան սուտ է։ Այս աշխարհի վրա ամեն բան սուտ է։ Սուտ է ոչ միայն այն ուրիշ հարցեր, որ հենց խոսանք, սուտ է նաև այս քաղաքականությունը, այնց որ Հայաստանը անելիք չունի Եվրոպայում, ես տենց եմ գտնում։ Էդ էլ ինքն է դες Նիկոլն էր, տեսակ, եկան այն ճճուների Բաբաջանյան ստից երկու հոգով այդ շուխուրը Խզմալյանի բանը հետ գցեցին, հետո Խզմալյանն էլ արդեն զատնի տվեց, գցեցին, բերեցին մտամտեղ խորհրդարան, բայց ոչ այդ ուղղությամբ աշխատում են, ինքն էլ իր բերանով գնաց այն օրը Պուտինի մոտ ասեց, այ մարդ ինչ Եվրոմիություն, այդպես խոսակցություն չկա, այդպես բան չկա, մեր ապրանքը թողեք, թող ձեր մոտ վաճառեն, այնց որ էդի մտածեք, ինչ ասեմ, դուք կնես չլինի կարծեք, որ ասենք ես ապրում եմ ազատ աշխարհում, Միացյալ Նահանգներում, Եվրոպա շատ եմ սիրում, չեմ ուզում, որ մեր, ոչ, ես ուզում եմ, ես ասեցի, դրա մասին խոսել եմ իմ նախորդ եթերներում էլ եմ ասել, գեղեցիկ բաներ կա, մոլ կա, այդ մոլը, որ կա, Երևան մոլը, որ միջև մա ես հիացած եմ, դա եվրոպական ստանդարտ է, դա է Եվրոպան, հասկանում եք, բայց Եվրոպան պետք է բերել Հայաստան, ոչ թե Հայաստանը գնա Եվրոպա, երկու հատ ծիրանեք ուղարկի, երկու հատ ծաղիկ ընդ ինչ որ գիտեք թե չէ։ Մեր տեղը չեմ կարծում Եվրոպան է, կարելի է ապրել եվրոպական ստանդարտներով, բայց այն երկիրը, որին պետք է մենք կցված լինենք, որի հետ պետք է ինձ թվում է ռուսական մեր ժողովուրդը դեռ պատրաստ չի։ Կարող է սխալվում եմ, հիմա ինչ որ ոմանք քարկոց են, ոմանք հայո են, ոմանք իսկ ասեն ռուսամետ եմ եւ այլ, բայց դե ինչ ասեմ, սիրում եմ ճիշտ է խոսել, սուրը նստենք, շիտակ զրուցենք։ Էս է ուզում ասել, ամենայն բարիքներ բոլորիդ, լավ օր եմ ցանկանում։